Գրող հրապարակախոս Ռուզաննա Սատրյանը գրում է. Մարմարիկ համայնքի ղեկավարին, փրկարարներին և մյուսներին։ Ժողովուրդ, երկամյա երեխայի կորուստը խոր ցավ է պատճառել բոլորիս։ Ներքին համոզմունք ունեմ, որ երեխան գետը չի ընկել։ Չեմ հավատում գետի վարկածին։ Ինձ այնպես է թվում, որ առևանգել են։ Ինչևէ, առաջարկում եմ, քանի ուշ չէ, եթե ուշ չէ։ Առաջին, տեսախցիկներով ստուգեք դեպքի օրը, այդ ժամին մարմարիկով անցուդարձ անող բոլոր մեքենաներն ու մարդկանց։ Երկրորդ, կան արդյոք օտարերկրացիներ գյուղում։ Երրորդ, ով է նախորդ օրը հյուր եկել այդ ընտանիքին։ Չորրորդ, ստուգել դեպքից հետո գյուղից դուրս եկած բոլոր մեքենաները։ Հինգերորդ, ստուգել բոլոր տները, բոլոր անկյուններով, մարագներով, խորդանոցներով, հողամասերով, մոտակա հանդերով, նույնիսկ մոտ տարածքների, թարմ հողաթմբերը, այո, ասեղ չէ փոքրիկը, կգտնվի։ Վեցերորդ, արդյոք ճիշտ են այն լուրերը, որ Հայաստանում սատանիստական խմբեր էլ կան։ Ոչ մի բան աչքից բաց մի թողեք, հարգելի որոնողներ, անգամ մտերիմներին, հիշեք Պեմզաշենի դեպքերի հանցագործներին, իրենք էլ էին իրենց որոնում։ Յոթերորդ, գյուղում կա երիտասարդ զույգ, որ երեխա չունեն, կամ դժբախտ ծնողներն արդյոք ունեն երեխա չունեցող բարեկամ, որ անպտուղ է։ Ութերորդ, ով է այսօր ավելի շատ հետևում ձեր տանն ու դռներին։ Լուսանկարեք անպայման։ Հետգրություն։ Ժողովրդական իմաստնությունն ասում է. կորի մարդու մալ, ապրանքը, տվյալ դեպքում երեխան, կորի մարդու հոգին։